Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը։ Եվ այսպես, մայիսի 11-ին Գյումրիում հոբելյանական 15-րդ անգամ անցկացվեց Շիրակի էսքիզներ պարային հանրապետական մրցույթ փառատոնը։ Իսեր հայ ու հայկականի՝ ի նպաստ հայոց պարարվեստի խորագրով։ Փառատոնը այս տարիների ընթացքում իր շուրջն է համախմբել տասնյակ պարային համույթների ու հարյուրավոր պարող պարուհիների։ Եվ այսօր մեր տաղավարում են Էլեգիա պարային համույթի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը եւ Մեծ Հայք պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանը։ Բարև ձեզ։ Խոսենք մի քիչ այս հրաշալի իրադարձության մասին, որն արդեն կայացավ եւ հետաքրքիր է ինչպես անցավ, ինչն էր կարեւոր այդտեղ։ Այո։ Թույլ կտաք սկսեմ։ Նախ շնորհակալություն այսօր մեզ հրավիրելու համար եւ բարի լույսը այստեղից սկսելու համար։ Եվ ուզում եմ անդրադառնամ Շիրակի էսքիզներ հանրապետական մրցույթ փառատոնի այս 15 տարիների իր աշխատանքի հետ կապված մի քանի մանրամասներ եմ ներկայացնելու, բայց մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համերգի կազմակերպիչներին Լիլիթին Թովմասյան եւ Մկրտիչին Մանուկյան եւ արդեն խորագիրը Իսեր հայ եւ հայկականի ի նպաստ հայոց պարարվեստի ինձ թվում է խորագիրը արդեն բավականին մտքեր է ամփոփում, քանի որ էսքիզները երբ որ կազմակերպում են ունենում են արդեն ստույգ կանոններ, այսինքն յուրաքանչյուր պարուսույցից ղեկավարից պահանջվում է որպեսզի բեմադրությունները լինեն հենց հայկական, այսինքն այլ ժանրում մենք չենք կարող ներկայանալ, տարբեր տարիքային խմբերում, իհարկե ունեն կետեր, որ բեմադրողներս կամ պարուսույցներս կարող ենք աշխատել տարբեր օրինակ կոմպոզիտորների երաժշտությունների ներքո, նաև ազգագրական պարեր լինեն այդտեղ, ինչու՞ չէ նաև ոճավորված հայկականի ներքո, եւ մեզանից յուրաքանչյուրը արդեն իր ոճին համապատասխան փորձում է ներկայանալ մրցույթին եւ այդ լարված ժամանակահատված արդեն մենք հասցրել ենք, այսպես ասած, ապրել Կիրակի օրը։ Բացի այս փառատոնից Գյումրին, այսպես ասած, մեր երկրորդ հայրաքաղաքը միշտ սիրով դիմավորում է բոլոր ղեկավարներին, իր շուրջն է համախմբվում հազարավոր պարողների, պարուհիների եւ բացի էսքիզներից մենք եւս հեսա ամսի 18-ի մի փոքր կարող է շտապում եմ նորից լինելու ենք Գյումրիում, շատ ավելի սիրուն փառատոնի շրջանակներում, որը նորից ունի տարիքային սահմանափակում։ Այսպես կարող եմ ներկայացնել այսքանը, թողնեմ կոլեգան էլ մի փոքր տեսանկյունից խոսի։ Ձեր տպավորությունները։ Նախ ասեմ, որ միշտ փորձում ենք մասնակից լինենք, չնայած այն հանգամանքին, որ խումբը Գորիսում է գտնվում, Մեծ Հայք պարային ստուդիան իր բոլոր մասնաճյուղերով հանդերձ, ամեն անգամ պատվով փորձում ենք ներկայանանք, ինչն է ընդհանուր շահագրգռող հանգամանքը, շատ խիստ դատավորների բոլոր արդյունքները հետևելով եւ այլն վերջում առողջ դատողություն գնահատվում է եւ տարազը եւ երաժշտությունը եւ բեմական եւ բեմադրությունը եւ կատարողական վարպետությունը պարող պարուհիների շատ հետաքրքիր է լսել պրոֆեսիոնալ մասնագետների կարծիքը իսկ ինչ վերաբերվում է այդ մրցույթային այդ պահին խումբը առաջի տեղ կլինի երկրորդ թե երրորդ ինձ թվում է դա ավելի շատ երեխաներին ոգևորող բան է որովհետեւ իրականում ղեկավարները կարիք ունեն հենց նույն դատավորների խորհրդին ինչ շտկեն, ինչը բարելավեն, ինչի վրա աշխատեն, դերմ, ձեռք, ոտք, ձեռքը բարը բեմադրված է Գյումրվա պարաբեմադրված, բայց ձեռքը դրված է Ղարաբաղի կամ չգիտեմ, նման օրինակ հարցեր, մենք ամեն անգամ ուշադիր լսում ենք եւ աշխատում խմբերի վրա։ Իսկ ինչ վերաբերում ամսի 18-ին փառատոնի կապակցությամբ էլի ենք գալու Գորիսից արդեն ուրիշ խմբերով մեր փոքրիկների հետ մասնաճյուղի մասնակցելու ենք մոտավոր 60 հոգով։ Եվս մեկ անգամ։ Եվ մայիսի 11-ին տեղի ունեցածը մրցույթ փառատոն էր։ Այո, հանրապետական մրցույթի մասին, մրցույթային կողմի մասին մի փոքր կխնդրեմ պատմեք։ Մրցույթի հետ կապված կասեմ, որ նայեք յուրաքանչյուր ղեկավարի համար առանձնացնեմ այս տվյալ դեպքում որպես ինձ պարուսույց ղեկավար շատ պատասխանատու է ինչ որ լինել մի տարիքում, որ արդեն քեզանից մեծ դատողները նստած են, պատասխանատվությունը բավականին բարդ է։ Ապրումները կուլիսներից այն կողմ աննկարագրելի է, քանի որ ծնողը միշտ տեսնում է պատրաստի մի բեմադրություն
ու ինչ որ մի գնահատական։ Իսկ այն ճանապարհը, որ մեզանից յուրաքանչյուրն անցնում, դա միայն մեր նվիրումի ու սիրո արդյունքն է լինում։ Իսկ երեխաների ապրումները եւ այսօր այնքան իրանք զարգացած են, երբ որ ես համեմատում եմ իրենց տարիքայինի հետ, այն ամեն ապրումը հեռախոսով իրանք կարողանում են ֆիքսեն։ Այն գնահատականը, որ լսում են, ամեն էմոցիան նկարվում է եւ երևի նույնիսկ ինչ որ չգիտեմ, թե բոլորս բնականաբար պայքարում ենք առաջի տեղի համար, որ գնանք այդ առաջի տեղը վերցնենք ու գանք։ Դե այդպես միշտ չի լինում, քանի որ այո, արդեն նշվեց, որ բավականին լուրջ անձնակազմ է հետևում, որ վերաբերվում է աշխատանքին բավականին լուրջ։ Դա էլ նպաստում է մեր հայկական պարարվեստը ճիշտ ուղղությամբ առաջ տանելուն։ Համենայն դեպս այն էմոցիաները, ինչ որ մենք ապրում ենք, ես չեմ կարող նկարագրել այդ ամեն ինչը։ Շատ հուզումնալից պահ է, երբ որ երեխան ելույթ է ունենում սովորական փառատոնի ընթացքում, որ բոլորը վերջում կստանան իրենց պատվոգրերը եւ այլն, բայց երբ որ մի բանի մեջ կա մրցույթ, կա այն պայքարող բանի վիճակները, պարողները իրանց կողմից են իրանց լարվածությունը փորձում թողեն կուլիսներում նոր դուրս գան բեմ, ղեկավարներն էլ իրանց կողմից, ու ղեկավարները այդքան տարիներով աշխատանքից տարած երաժշտություն եւ այլն մանրակրկիտ վերջում բեմում կանգնած սպասում ես, թե որտեղին է արժանացել վերջապես քո աշխատանքը, ու դա բավականին իրոք հուզումնալից պահ է, չնայած մենք առողջ մրցակցության մեջ ենք միշտ, կապ չունի հանգամանքները։ Կարծում եմ, որ հաղթանակները դեռ շատ հաղթանակներ առջևում են եւ փառատոններ նույնպես։ Ես համոզված եմ, որ լինելու են միանշանակ շատ գեղեցիկ բեմադրություններ նաեւ, որովհետեւ այսպես հաջորդող մեկը մյուսին գնալով ամեն ինչ կատարելագործում է, առավելևս երբ որ փառատոններից էլ լսվում են խորհուրդները եւ դիտողությունները, հաստատ համոզված եմ, սրանք մեկը մյուսին գումարվում են եւ արդյունքում արդեն հաջորդիվ ստեղծում են նոր պարեր։ Մի քիչ նաեւ փոքր կխնդրեմ կարճ ներկայացնեք այն սերունդին, որն այսօր գալիս է բարի, հա, սկզբում դե մենք գնում ենք բարի, բայց հետո հասկանում եմ, որ դա իրենց կյանքն է եւ ապրելակերպը։ Իհարկե ժամանակի հետ, երբ որ այդ բարն անցնում է արյան մեջ։ Ես խոսեմ այդ թեմայով, ուրեմն նախ պետքա մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ ասեմ, որ պարարվեստը Հայաստանում առաջիններից է, որ շատ ուժեղ աճ ապրում, զարգացում։ Այսօր եւ մայրաքաղաքում եւ համայնքներում շատ արագ տեմպով պարարվեստը զարգանում է ու բավականին մեծ քանակությամբ մարդիկ զբաղվում են պարարվեստով։ Այսօր Գորիսի նման քաղաքում ակտիվ տեմպով 700-ից 800-ից ավել խմբեր կան, պարող-պարուհիներ կան, որ աշխատում են տարբեր խմբերում, սա իրականում պարծենալու բան է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ երեխաները արդեն ինչու շարունակեն պարարվեստով, որովհետև արդեն կազմավորվելա, ձևավորվելա մի հատ շատ ուժեղ պարային սենց թիմ, սենց ասենք, որ փորձում են հաշվի նստեն, փորձում են իրանք էլ են ձգտում դրան։ Նոր սերունդն այսօր այդպեսին է, պահանջում է նաև իր ձայնը լսել։ Ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է, դրա համար ուզում եմ ձեզ մաղթել անսահման հաջողություններ։ Այս աշխարհում շատ կարևոր գործ եք անում, բարի աշխարհում, եւ ձեզ նվիրեմ Սափոր Իջևանի գինին, որպեսզի կարողանաք իհարկե լավ տրամադրությունը պահել ու պահպանել եւ նշել ձեր հաղթանակները։ Եվ համոզված ենք, որ հենց այդ տրամադրությամբ էլ հաջորդ հաղթանակները կգրանցվեն եւ երկու քարտ նվիրեմ ձեզ, բացիկներ, որոնք էմոցիա են, իսկ բարի աշխարհը դա արդեն իսկ էմոցիա է։ Հայկոյի եւ Նունե Եսանի երգերից։ Շնորհակալություն ձեզ, դե այս պահին էլ կլինի դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։